Տիկին Գասպարյան, խնդրեմ։ Հա։ Տիկին Մանուկյան, այստեղ հնչեցին բազմաթիվ հարցեր, լռություն խնդրում եմ։ Այստեղ հնչեցին բազմաթիվ հարցեր, բայց օրինակ ինձ համար շատ հետաքրքիր է, եթե պայմանականորեն ընդունենք, որ դուք ընտրվել եք եւ հանձնաժողովի նախագահ եք։ Այ շատ հետաքրքիր է անձը, ով ստանձնել է, այսպես ասած, պաշտոն, ինձ համար շատ հետաքրքիր է, թե օրինակ ձեր առաջին քայլը ո՞րն է լինելու, որտեվ այնտեղից ենք սկսում առաջին քայլից։ Շնորհակալ եմ հարցի համար, Տիկին Գասպարյան։ Ինձ համար հանձնաժողովում աշխատանքը ենթադրում է օբյեկտիվ, վերահսկողական, հստակ, չափելի մեխանիզմների ներդրում, մոնիտորինգի համակարգի ներդրում եւ ես հուսով եմ, որ մենք կհասնենք դրան, որպեսզի կարողանանք օբյեկտիվ գնահատել եւ արդյունավետ տնօրինել միջոցները բյուջեի եւ կարողանանք իրականում ներդնել արդյունավետ վերահսկողական մեխանիզմ։ Արձագանք։ Դուք իրավացի եք, Տիկին Մանուկյան, տեսեք քիչ առաջ իմ գործընկերը Անդրանիկ Գևորգյանը շատ ճիշտ դիտարկում արեց կապված ասֆալտապատման աշխատանքների հետ։ Այո, պետք է արձանագրենք, որ հաճախ է լինում, օրինակ այս պահին եւս կատարվում են Սևան Երևան Մայրուղում ասֆալտապատման աշխատանքներ եւ պետք է այնպես անենք, օրինակ, որ գիտենք, որ կան կանոններ, որոնք պետք է համապատասխանեն այդ ասֆալտապատման աշխատանքներին, ինչու համար, որ կապիտալ ծախսերը եւ այդ խոշոր բյուջե ունեցող ծրագրերը այնպես կազմակերպենք, որոնք ամենակարևորն են եւ այդ ծախսերը կատարելուց զատ, այնտեղ որտեղ կատարվում են նմանատիպ կապիտալ ներդրումներ, պետք է ուսումնասիրել, թե դրա հետագա սպասարկումն ապահովելու համար ինչ ծախսեր անհրաժեշտ կգան հետագայում եւ այդ սպասարկումը մյուս տարիների բյուջեի վրա ինչպես կանրադառնա, դա շատ կարեւոր է։ Միանշանակ Տիկին Գասպարյան, ոչ միայն աշխատանքների կատարման նկատմամբ վերահսկողությունը հետագա սպասարկման, այլ սկսենք ամենասկզբից ընկերության ընտրությունը, որ ընկերություններն են հատկապես իրականացնում այդ ասֆալտապատման աշխատանքները։ Ավարտեցիք։ Այո։ Ռուզաննա Երեմյան։ Ռուզաննա Երեմյանի բարձրախոսը միացրեք։ Տիկին Մանուկյան, նախ այստեղ եմ։ Ուզում եմ ասել, որ ձեր ելույթի